ալավերցիների անհանգստությունը կանաչապատման հարցի շուրջ սկսվել է Երևանի ծառայհատումների հիման վրա։ Մարդկանց մեջ, հիշողության մեջ դեռ մնում է, որ այն ծանր տարիներին ծառ չմնաց, խոտ չմնաց ու հետագա տարիներին իհարկե որոշ համայնքապետեր ինչ-որ աշխատանք, չեմ կարող ասել լրիվ բավարար, բայց ինչ-որ աշխատանք կատարվել է ծառատնկում մեր փողոցում, հիմնարկների դռներին վարդի թփեր եւ այլն, ինչ-որ որոշ աշխատանք չեմ կարող ասել, էլի որ լրիվ բավարար, բայց արվել է։ Իսկ այս վերջի տարիներին չի եղել ոչ մի աշխատանք։ Հիշում եմ, որ մեր կոմունալ ծառայությունը այն թվականներին, որ բողոքում ենք այդ տարիներից, ունեինք ջրցան մեքենաներ, որոնք առավոտյան մեկը այսպես էր ջրելով գնում, մյուսը վերևի փողոցում։ Իսպար վերացան, երևի չեն էլ մտածում այդ մասին, ես չգիտեմ ունենք, չունենք։ Իմիջայլոց ասեմ, կոմունալ ծառայությունը համայնքապետարանի միակ լավ աշխատող բաժինն է, որտեվ հաճախ եմ տեսնում այդ ավել մոլախոտերվան հնձելիս, մաքրելիս, այստեղ ճանապարհին արգելանք կար, վերացրին, եկան, նկարահանել եմ, ես տեսել եմ, շնորհակալականներ գրել եմ, բայց բավարար չի ու ոչ միայն ինձ, այլ շատ ալավերցիների, եթե հարցումներ անցկացնեք, Ալավերդին դասվում է մեռնող քաղաքների շարքին, այն դեպքում, որ Ալավերդին եղել է միութենական մասշտաբի քաղաք, դա ի շնորհիվ երջանկահիշատակ Նորիկ Սարիբեկիչի եւ մետալուրգիական կոմբինատի, որը մեր քաղաքի այցեքարտն էր։ Հիմա մի տեսակ ոնց որ վերանում են այդ արժեքները, այն ամենամանր աշխատանքից սկսած մինչև ավելի մեծ մասշտաբի աշխատանքներ, ես շատ հարցեր եմ բարձրացրել եւ ղեկավարության մոտ եւ վարսպետարանում։ Հիմա պիտի հասնեմ նախարարություն համապատասխան հարցերը բարձրաձայնելու եւ դրանց պատասխանները թերևս հուսամ, որ կարող է ինչ-որ որոշակի պատասխան ստանամ։ Բազմիցս բարձրացրել եմ մնացած ծառերի, խոտերի, քարերի եւ այլն եւ այլն։ Քար լռություն եւ զրո արդյունք։ Բայց որ խոսում ես, ասում եմ մենք աշխատում ենք, աշխատանքի արդյունքները չենք տեսնում, ինձ թվում է մոտ ապագայում անտեսանելի են դեռ։